Կյանքը հաճախ նման է մի հին գրքի, որի էջերը մենք թերթում ենք, չիմանալով, թե հաջորդ տողում ինչ անակնկալ է սպասվում մեզ։ Երբեմն մի փոքրիկ պատահականությունը, մի անզգույշ շարժումը կամ մի չստացված նամակը կարող են տակնուվրա անել ամբողջ ճակատագիրը։ Այս պատմությունը հենց այդպիսի մի դիպվածի մասին է, որը սկսվեց տասնամյակներ առաջ ու իր հանգուցալուծումը գտավ մեր օրերում, փոխելով երկու ընտանիքների կյանքը հավերժ։ Արամը երիտասարդ ճարտարապետ էր, ով սիրում էր հին իրեր ու պատմություններ։ Երբ նրա պապը, Դավիթը, մահացավ, Արամին մնաց նրա հին առանձնատունը լի փոշոտված գրքերով ու հիշողություններով։ Մի օր, ձեղնահարկը կարգի բերելիս, նա պատահաբար հարվածեց մի հին փայտյա արկղի։ Արկղը բացվեց և այնտեղից թափվեցին դեղնած ծրարներ, կապված կապույտ ժապավենով։ Դրանք նամակներ էին, գրված 1970-ական թվականներին։ Արամը սկսեց կարդալ դրանք ու շուտով հասկացավ, որ իր պապը, Դավիթը, որին նա հիշում էր որպես լուռ ու լուրջ մարդու, երիտասարդ տարիներին ունեցել է մի մեծ ու ցավոտ սեր։ Նամակները հասցեագրված էին մի աղջկա, ում անունը Էլեն էր։ Կարդալով այդ տողերը, Արամը զգում էր այն կիրքն ու նվիրվածությունը, որը կար այդ երկուսի միջև։ Բայց կար մի տարօրինակ բան։ Արամի տատիկի անունը Մարիամ էր, և նա երբեք չէր լսել Էլենի մասին։ Նամակների մեջ մի պատմություն էր հյուսվում։ Դավիթն ու Էլենը սիրել են միմյանց անմնացորդ, բայց Դավիթը պետք է մեկներ զինվորական ծառայության։ Նրանք պայմանավորվել էին նամակներ գրել ու սպասել միմյանց։ Սակայն վերջին նամակներում կար մի անասելի տագնապ։ Դավիթը գրում էր, որ չի ստանում Էլենի պատասխանները, հարցնում էր արդյոք նա մոռացել է իրեն, թե մի բան է պատահել։ Վերջին նամակը, որն այդպես էլ չէր ուղարկվել, լի էր դառնությամբ։ Ես լսեցի, որ դու ամուսնացել ես ուրիշի հետ։ Գուցե այդպես էր պետք։ Մնաս բարով, իմ սեր։ Արամը ցնցված էր։ Նա գիտեր, որ պապը ամբողջ կյանքում ապրել է տատիկի հետ, բայց հիմա նա տեսնում էր մի ուրիշ Դավիթի, ում սիրտը կոտրվել էր թյուրիմացության պատճառով։ Հետաքրքրությունից դրդված, Արամը որոշեց պարզել, թե ով է այդ Էլենը և ինչ է պատահել իրականում։ Այդ օրերին Արամը պատրաստվում էր իր սեփական հարսանիքին։ Նրա հարսնացուն Անին նկատեց Արամի տարօրինակ վիճակը։ Երբ Արամը պատմեց նամակների մասին ու ցույց տվեց Էլենի լուսանկարը, որը գտել էր ծրարների մեջ, Անիի դեմքը գունատվեց։ Նա ձեռքը տարավ բերանին ու շշնջաց. «Արամ, սա իմ տատիկն է»։ Այդ պահին սենյակում լռություն տիրեց։ Այնքան խորը լռություն, որ լսվում էր նրանց սրտերի բաբախյունը։ Պարզվեց, որ Անիի տատիկը, Էլենը, դեռ ողջ է։ Նրանք որոշեցին անմիջապես գնալ նրա մոտ։ Էլենը մի ազնվական տեսքով սպիտակահեր կին նստած էր իր պատշգամբում։ Երբ Արամը ցույց տվեց նամակները, նրա ձեռքերը սկսեցին դողալ։ Նա պատմեց մի պատմություն, որը ոչ ոք չգիտեր։ Պարզվեց, որ Էլենը երբեք չի դադարել սիրել Դավիթին։ Նա ամեն օր նամակ է գրել նրան, բայց պատասխան չի ստացել։ Նրա հայրը, ով դեմ էր նրանց միությանը, թաքցրել էր բոլոր նամակները։ Ավելին, նա Դավիթին լուր էր ուղարկել, թե իբրև Էլենը ամուսնացել է հարուստ մի մարդու հետ։ «Ես տարիներով սպասել եմ նրան», արցունքներն աչքերին ասաց Էլենը։ Բայց երբ լուր տարածվեց, որ Դավիթը վերադարձել է ու ամուսնացել Մարիամի հետ, ես հասկացա, որ այլևս հույս չկա։ Ես ամուսնացա Անիի պապիկի հետ միայն նրա համար, որ ընտանիքս հանգիստ լինի, բայց սիրտս միշտ այնտեղ էր, Դավիթի մոտ։ Սակայն ամենացնցող բացահայտումը դեռ առջևում էր։ Էլենը սկսեց փնտրել իր հին իրերի մեջ ու հանեց մի նամակ, որը նա ստացել էր Դավիթի մահից ընդամենը մի քանի օր առաջ։ Դա մի կարճ երկտող էր, որը Դավիթը գրել էր արդեն հիվանդանոցում, զգալով վերջը։ Նա ինչ-որ կերպ իմացել էր Էլենի հասցեն։ Նամակում գրված էր. «Էլեն, ես գիտեմ ամեն ինչ։ Գիտեմ, որ մեզ խաբել են։ Գիտեմ, որ մեր նամակները երբեք չեն հասել։ Մենք կորցրինք մի ամբողջ կյանք, բայց ես ուզում եմ, որ դու իմանաս, ես քեզ ներել եմ ու երբեք չեմ դադարել սիրել։ Գուցե մեր ճակատագրերը չմիավորվեցին, բայց աշխարհը կլոր է ու սերը երբեք չի կորչում»։ Արամն ու Անին լսում էին ու չէին հավատում իրենց ականջներին, բայց ամենաշոկային պահն այն էր, երբ Էլենը հանեց մի հին տետր, որտեղ Դավիթը տարիներ առաջ գրել էր մի մարգարեական միտք։
Եթե մենք չկարողացանք լինել միասին, թող մեր արյունը միավորվի ապագայում։ Արամը հանկարծ հիշեց իրենց ծանոթության պատմությունը։ Նրանք Անիի հետ հանդիպել էին բոլորովին պատահական, մի հին գրախանութում, որտեղ երկուսն էլ փնտրում էին նույն հազվագյուտ գիրքը։ Այդ գիրքը Դավիթի սիրելի հեղինակի գործն էր։ Այդ պահին նրանք հասկացան, որ իրենց սերը պատահականություն չէր, դա այն նամակների ու չապրված սիրո արձագանքն էր, որը տասնամյակներ անց իր ճանապարհն էր հարթել։ Դավիթն ու Էլենը չէին կարողացել լինել միասին, բայց նրանց թոռները, Արամն ու Անին, դարձել էին այն կամուրջը, որը պետք է միացներ այդ երկու կոտերված ճակատագրերը։ Էլենը ձեռքը դրեց Անիի ձեռքի վրա ու ասաց. «Դուք պետք է ապրեք այն սերը, որը մեզնից խլեցին։ Մի թողեք, որ որևէ նամակ կամ սուտ բաժանի ձեզ։ Գնահատեք ամեն վայրկյանը, որովհետև մենք չգիտենք, թե որքան թանկ է ժամանակը, մինչև այն չի սպառվում»։ Արամն ու Անին հարսանիքի օրը որոշեցին մի արարողություն անել։ Նրանք վերցրին բոլոր այն հին նամակները և դրանք դրեցին մի գեղեցիկ տուփի մեջ, որը պահելու էին որպես իրենց ընտանիքի ամենամեծ մասունքը։ Բայց կար ևս մի բան։ Արամը գտել էր այն մարդուն, ով ժամանակին թաքցրել էր նամակները, Էլենի հոր մտերիմ ընկերոջը, ով դեռ ողջ էր ու ապրում էր խղճի խայթով։ Այդ մարդը, տեսնելով Արամին, լաց եղավ ու խոստովանեց, որ ինքն է օգնել Էլենի հորը կեղծելու այն լուրերը, թե իբր Դավիթը մոռացել է Էլենին։ Այս պատմությունը միայն սիրո մասին չէ, սա մի դաս է այն մասին, թե որքան հզոր կարող է լինել ճշմարտությունը և որքան դաժան լռությունը։ Երբեմն մենք կարծում ենք, թե մենք ենք տնօրինում մեր կյանքը, բայց իրականում մենք մի մեծ շղթայի օղակներ ենք։ Այսօր Արամն ու Անին ունեն իրենց սեփական ընտանիքը։ Դրանք հաճախ են այցելում Էլենին, ով ասես երիտասարդացել է այդ բացահայտումից հետո։ Նա այլևս չի տխրում անցյալի համար, որովհետև տեսնում է Դավիթի աչքերը իր թոռան մեջ։ Նա գիտի, որ սերը չի մահանում, այն պարզապես փոխում է իր ձևը, սպասելով հարմար պահի, որպեսզի նորից ծաղկի։ Երբ Արամը նայում է այդ հին դեղնած նամակներին, նա հասկանում է մի կարևոր բան. մեր նախնիների ցավն ու սերը մեր մեջ են, և երբեմն, որպեսզի մենք երջանիկ լինենք, պետք է ուղղակի բացենք անցյալի դռները, ներենք ու թույլ տանք, որ սերը հաղթի ժամանակին։ Այս պատմությունը հիշեցում է բոլորիս, որ երբեք չպետք է հանձնվել, որ նույնիսկ ամենամութ գաղտնիքները մի օր լույս աշխարհ կգան, և որ պատահականությունները իրականում ճակատագրի քողարկված քայլերն են։ Նամակները, որոնք փոխեցին նրանց ճակատագիրը, ի վերջո գտան իրենց հասցեատիրոջը, ոչ թե թղթի վրա, այլ երկու սրտերի մեջ, որոնք բաբախում են միասին, ի հեճուկս ժամանակի ու հեռավորության։